Իշխանությունը գործում է զուտ ուժով, իսկ դա այս իշխանության համար այդքան էլ հաճելի վիճակ չի, որովհետև այս իշխանությունը միշտ փորձում է ինչ-որ բացատրություններ, փաստարկներ, ինչ-որ մանիպուլյացիաներ եւ այլն կիրառել, այլ ոչ թե բիրտ ուժով։ Եվ այս պարագայում իհարկե իշխանությունը, այսպես ասած, ոչ հաճելի վիճակում հայտնվեց, հա, մենք տեսանք Գյումրիում ինչ տեղի ունեցավ, մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Էջմիածնում, բայց ավելի էականը այն է, որ հիմա մենք տեսնում ենք եկեղեցու նկատմամբ լայնածավալ բռնաճնշումների քաղաքականությունը 4 եպիսկոպոս, այդ թվում 2 արքեպիսկոպոս բանտարկված են, իսկ մի քանիսի վրա պարզվեց բացվել էին նախապես քրեական գործեր եւ երբ որ իրանք ենթարկվել են, այս գործերը կարճվել են, հա։ Եվ այսպիսով մենք տեսնում ենք, որ կա փորձ սկզբից խոսքա բարեպաշտությունից, հետո մենք տեսնում ենք, որ ամենա այսպես ասած հեղինակազրկվածներին հավաքում է իշխանությունը իր շուրջ։ Դուք նկատի ունեք, որ շանտաժի լեզուն, եթե այդպես կարող ենք այդ շանտաժ բառը օգտագործել, շանտաժի լեզուն արդյունք տալիս է։ Այո, իրականում եթե կա շանտաժը, չգիտեմ։ Միանշանակ կա, որովհետև մենք տեսել ենք նույն Նավասարդ Կճոյանի նկատմամբ եւ ուրիշների նկատմամբ, որոնց նկատմամբ քրեական գործերն են բացվել եւ որոնք ենթարկվել են։ Կան մարդիկ, ովքեր ում որ էլի զգուշացրել են, նույնիսկ հանրայնորեն ճնշել են, նրանք չեն նահանջել եւ հիմա բանտում են, հա։ Այսինքն մենք այսպես ասած այստեղ ուղղակի ենթադրություններով չենք զբաղվում, մենք տեսնում ենք, որ ոմանք գնացել են այդ համագործակցությանը եւ ցանկացած կայլերի, ոմանք հետ են քաշվել, ոմանք հակառակ սկսել են դիմադրել եւ ակտիվ դիմադրել, դեպի դեպքում նկատի ունեմ Բագրատին եւ Միքայելին, որոնք շատ ակտիվ նույնիսկ բանտից շարունակում են դիմադրել իշխանությանը։